Մենք այսօր ապրում ենք մի բացառիկ իրավիճակում, երբ հենց մեր շուրջը խաղաղ չի, բայց մենք ենք խաղաղ։ Ու սա նաև ներկայիս կառավարության քաղաքականության արդյունք։ Ցավում եմ Սամվել Կարապետյանի հետ հայտարարություններ անում նաև Ռոբերտ Քոչարյանը, որ կռելու ենք հաղթեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Սամվել Կարապետյանը իր եղբայրը երևի ամենահնից էլ հին է եւ հետեւաբար նորի հետ որևէ աղերս չունեն մեծածավալ աշխատանքի մասին, որ վերջին 5 տարիներին արել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կրթական, թե անվտանգային, թե ռազմական, թե բժշկական մեծածավալ միլիարդավոր դոլարների աշխատանք, նաեւ տեսնելով այն ծրագիրը, որը այսօր առաջ է տանում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իսկ ծրագիրը խաղաղության մասին է, ծրագիրը Հայաստանի անկախության ու ինքնիշխանության մասին է, ծրագիրը Հայաստանի ժողովրդավարության մասին է, տեսնելով մեր քաղաքացիները այդ ամենը, բնականաբար ձայնը տալու են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Միջազգային հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպությունների հարցումները նաև դրա մասին են